Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Արցախի խորհրդարանի Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Գալստյան։ Ձեզ ենք շնորհակալ։ Ուզում եմ զրույցը սկսել Հայաստանի խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի արած խայտառակ հայտարարությունից, որը իհարկե ամրագրումն է այն քաղաքականության, որը այս իշխանությունը վարում է եւ հաստատակամորեն շարունակում է այդ գիծը։ Նա հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է եւ ըստ նրա մենք պետություն ենք ստեղծել ոչ թե լավ կյանքի համար, այլ Ղարաբաղի համար։ Նախ կխնդրեմ մեկնաբանել, գնահատական տալ այս հայտարարությանը եւ ապա շարունակենք զրույցը։ Տեսեք, այդ անձնավորությունը, եթե խոսենք գնահատականների մասին, ապա ինքը հակասում է հենց իր 21 թվականի նախընտրական ծրագրին, որը այսօր կառավարությունը պետք է իրագործի։ Այսինքն նա ժողովրդի քվեն խաբելով քվե է ստացել, որ պետք է դեակուպացնեն Հադրութը, Շուշին եւ այլը։ Այսօր իր ծրագիրը տապալված է եւ մի կառավարության ղեկավար, որը տապալել է իր իսկ կողմից առաջադրված եւ այն մանդատը, որը ստացել են ժողովրդի կողմից, մեր հայրենակիցների կողմից, որ նրանք պետք է անեին, նրանք ոչ թե չեն կատարել, դեռ մի բան էլ ավելին խոսում են նրա մասին, որ այն ծրագիրը, ինչ իրենք ներկայացրել են, վտանգ է Հայաստանի պետականության համար։ Այսինքն դա անհեթեթություն է, եթե նորմալ մարդիկ տրամաբանեն, ապա իրենց ծրագրին հակասող այդ հայտարարությունը պետք է գնահատական տալ, որ այդ մարդիկ սուտ են խոսացել, խաբել են, մոլորեցրել են ժողովրդին։ Իսկ եթե դա դիտարկում ենք որպես միջին կլասի վարորդի հայտարարություն, ապա երևի թե նորմալ է, որովհետև միջին կլասի վարորդը պատասխանատու չի երկրի սահմանների կամ ինչ-որ ծրագիր չի ներկայացնում, որը ազգային ժողովով կամ ժողովուրդը մանդատ են ստանում եւ այդ հայտարարությունը տեղավորվում է դրա մեջ, քանի որ այդ մարդը պատասխանատվություն չի կրում թե մեր հայրենակիցների մասով, թե սահմանների անառիկության մասով եւ ընդհանրապես։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, տեսեք, երբ որ խոսում է Արցախի վտանգ լինելուց, պետք է նախ հաշվի առնի, որ Արցախը ինքն է նվիրել եւ Արցախը նվիրելով Հայաստանի անվտանգության դարպասները բացել են թշնամու դեմ։ Եվ պատմությունից մենք գիտենք, երբ որ հայ ազգը պառակտվում է, պետականությունը կորցնում է եւ բազում տանջանքներ է կրել, դա ուսումնասիրելով պատմությունը բոլոր ժամանակներում եղել է, որ թշնամու դեմ դարպասներ են բացել։ Եվ դա այսօր կարելի է որակել, որ նա հայտարարել է, որ այո, նա թշնամու դեմ մեր բոլոր դարպասները բացել է եւ այսօր վտանգված է Հայաստանի պետականությունը։ Մի կողմ թողնենք, թե նա ինչի հետ է դա կապում։ Այսինքն անկախ նրանից այսօր Արցախի Ղարաբաղյան շարժումը մեջ է բերում, եթե դա հանում ենք, ապա մնացածը տեղավորվում է տրամաբանության մեջ, որովհետև այո, իր օրոք Արցախը կորցրեցինք եւ Հայաստանի պետականությունը վտանգված է։ Ուղղակի իր ձեռագրի համաձայն, իր գործելավոճին համահունչ, նրանք արդեն իսկ մեղավորներ են նշանակում մեր պետականության, Հայաստանի պետականության կորուստի համար։ Սա մեսիջ է մեր հասարակությանը, որ բոլորս հասկանանք, որ այս մարդը արդեն իսկ հայտարարեց, որ մենք պետականությունը կորցնելու ենք եւ եթե նա եւ մեղավորները նշանակեց եւ եթե համաձայն չեք, ապա պետք է իր դեմը առնենք։ Ցավոք սրտի մեր հասարակությունը այսօր հանդուրժում է Հայաստանի պետականության համար 1 սպառնալիքին։ Ցավոք սրտի մենք հանդուրժում ենք։ Պարոն Գալստյան, ուզում եմ կենտրոնանանք Նիկոլ Փաշինյանի հայտարարության հենց հակաարցախյան, հակաղարաբաղյան բնույթին, որովհետև այս հայտարարությամբ նա ինչ է ասում, ասում է մենք պետություն ենք ստեղծել, որ ոչ թե լավ ապրենք, այլ այդ պետությունը ստեղծել ենք Ղարաբաղի համար, այսինքն նա
հասարակությանը, ամբողջ հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այս հայտարարությամբ ըստ էության տրամադրում է մեր հայրենակիցների, մեր հայրենիքի արցախյան հատվածի մեր քույրերի ու եղբայրների դեմ ու հակաարցախյան այս նոր ալիքի ֆոնին, որ մենք ականատես ենք լինում, որին հատկապես վերջին շրջանում, երբ արցախահայերի խնդիրները ավելի ակտիվորեն են բերվում օրակարգ, այս հայտարարությունը արդյոք նաև այս համատեքստում չպետք է գնահատել, որովհետև ստացվում է իր խոսքից, որ եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը, եթե չլիներ Արցախը, Հայաստանում մարդիկ ավելի լավ պիտի ապրեին։ Եթե այս իշխանությունները չառաջնորդվեին այդ ատելության խոսքը տարածելով, այդ ջրբաժանը խորացնելով, արցախցի հայաստանցի, ղարաբաղցի հայաստանցի անելով եւ ինչպես որ իրականում եղել է Ղարաբաղյան շարժումը, համահայկական շարժում է եղել, ապա այս կոնտեքստի մեջ եթե դիտարկենք, իհարկե դա համահայկական շարժում է եւ համահայկական շարժումը ստեղծվել է համահայկական շարժման ընթացքում ստեղծվել է Արցախի հանրապետությունը, որի անվտանգության երաշխավորը եղել եւ պետք է ըստ էության լինի Հայաստանի Հանրապետությունը եւ Ղարաբաղյան շարժումը Հայաստանի հետ միավորման մասով էր, որը ընթացքում տարբեր քաղաքական գործիչներ, տարբեր մոտեցումներ, որ միջազգային հարթակներում երևի թե ավելի մտածում էին հեշտ կլիներ ինքնորոշման իրավունքը առաջ տանել, ընթացքում որոշ մանյովրներ է կատարվել, բայց գլոբալ առումով այո Ղարաբաղյան շարժումը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության հետ միասին եւ Հայաստանի Հանրապետությունը այդ ընթացքում, եթե բացի Նիկոլ Փաշինյանից կարելի ասել բոլոր Հայաստանի ղեկավարները հասկացել են, գնահատել են ճիշտ Արցախի արժեքը եւ իրականում մենք այսօր մեր մաշկի վրա զգում ենք, որ հենց Արցախի կորստով այսօր վտանգվեց Հայաստանը։ Եվ եթե իր իսկ իշխանությունը կարողանար բանակցությունները փակուղի չմտցնել, ժողովրդին չմոլորեցնել, ինքը իր էությամբ դասալիկ չլիներ որոշակի ռազմական գործողություններից գոնե թե հասկացող մարդ լիներ, մենք այսօր կունենայինք Արցախը եւ այն թեզերը, որոնք այսօր փորձում են հրամցնել մեր հանրությանը, դրանք տեղ չէին գտնի։ Քանի որ տեսեք, իրենց իշխանության օրոք միշտ ասել են Արցախը բեռ է, չլինի Արցախը, մենք լավ կապրենք։ Այսօր չկա Արցախը։ Իրենք իբրև թե փակել են հարցը։ Իբրև թե այո, իրենց ուղեղների մեջ փակել են եւ փորձում են դա տարածել մեր հայրենակիցների մեջ։ Եվ արդյոք լավ են ապրում։ Հիմա, քանի որ նրանք չեն կարողանում ժողովրդի բարեկեցությունը բերել այն մակարդակին, որը մեր հայրենակից պատկերացնում ենք, հերթական անգամ փորձում են այդ ամենը բարթել արցախցիների վրա, Ղարաբաղյան շարժումի վրա, եւ սա շարունակական է լինելու։ Տեսեք, ոչ միայն Արցախը այսօր, նրանք վտանգ են նաեւ փորձում ներկայացնել ցեղասպանությունը, որ եթե մենք խոսում ենք ցեղասպանությունից, ապա մենք թշնամանք ենք սերմանում թշնամու նկատմամբ եւ այլ եւ այլ։ Այսինքն այս մարդիկ փորձում են անել այն ամենը, ինչը իրենց իշխանությունը կերկարաձգի հարևան թշնամի պետությունների պարտադրանքը կատարելով նրանք մտածում են, որ իրենց իշխանությունը երկարաձգում են եւ այս բոլոր ելույթները վերջին օրերին թե Արարատ Միրզոյանի թե Նիկոլ Փաշինյանի մի բան է ինձ հուշում, որ Հայաստանում պատրաստվում են ընտրություններին եւ այդ ծրագիրը գրվել է Ադրբեջան, Թուրքիա եւ ՔՊ, կարելի է ասել, համատեղ ընտրարշավի ծրագիր են գրել։ Եվ դրա առանցքում հակաարցախականությունը, եթե այսպես ձևակերպել։ Այլ կերպ չէր կարող լինել, եթե այդ ծրագրի մաս են կազմում Ադրբեջանն ու Թուրքիան, հակաարցախյան եւ ընդհանրապես հակահայ ծրագիր է դա լինելու։ Եվ եթե հանկարծ Աստված մի արածցե այս իշխանությունը կարողացավ հերթական անգամ մոլորեցնել մեր հասարակությանը, մեր հայրենակիցներին, ցավոք սրտի արժանանալու ենք
իրականում պետականության կորստի եւ արդեն ուշ է լինելու եւ այն ինչ այսօր անում են, նրանք իրենց փորձում են պետականությունը վերացնել, որպեսզի իրենց դատող չլինի։ Խուսափեն պատասխանատվությունից։ Այո, որովհետև նրանք բոլորից լավ գիտեն իրենց կատարած հանցանքները, այն իրենց մեղքի բաժինները, չնայած այսօր ամեն կերպ փորձում են դրանք տարանջատել, բարթել ուրիշի վրա, բայց վերջը հաջորդ իշխանությունը այդ ամեն ինչը բացահայտելու է։ Պարոն Գալստյան, Արարատ Միրզոյանին հիշատակեցիք, նա հայտարարում է, որ այսպես կոչված բանակցություններից Արցախյան հարցը դուրս է եկել, որովհետև այնտեղ էլ հայություն չի ապրում, այսինքն ասում է, էլ ում իրավունքները պիտի պաշտպանենք, եթե այնտեղ հայություն չի ապրում, եւ էլի մեղադրում է Արցախի իշխանություններին, իբրև թե նրանք խուսափեցին Ադրբեջանի հետ բանակցություններից։ Ուղիղ տեքստով հնչեցնում է այդ մեղադրանքը, ես կխնդրեմ մի փոքր այսպես հետ գնանք եւ հիշենք այդ շրջանը, այդ բանակցությունների այսպես կոչված փուլը եւ Արցախի իշխանությունների դիրքորոշումը այդ մասով, դուք վստահաբար քննարկումներից տեղյակ եք եւ կարծում եմ, որ ուշագրավ փաստեր կարող եք պատմել։ Տեսեք, իրականում Արցախը այսօր Արցախում հայ չի ապրում, քանի որ դա էլ հո արցախցիները չեն ասում, միակ ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը, որը Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Դա էլ մենք չենք ասում, իրենց եվրոպացի գործընկերներն են փաստում, որ այո, հենց Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս, Նիկոլ Փաշինյանի գրավոր թե բանավոր խոսքով, մենք այդ ժամանակ արդեն իսկ կանգնած էինք այդ վտանգի առաջ, որ մենք ցեղասպանվելու ենք, քանի որ մեր թիկունքից ստացել ենք հարված։ Եվ Արարատ Միրզոյանը խոսում է մի փաստաթղթից, որը իրավական հարթության մեջ գոյություն չունի։ Եվ ընդհուպ Ադրբեջանը չի խոսում այդ նմանատիպ փաստաթղթից, որովհետև նրանք երևի թե ավելի լավ են ինչ որտեղ ուսումնասիրել, որ ժողովրդի հանրաքվեով ձևավորված պետությունը չի կարող ինչ-որ մեկ անձ լուծարի եւ այդ դրան հետագա քայլերը, այդ այսպես կոչված չակերտներում փաստաթուղթը, որը նրանք թմբկահարում են, չեղարկվել է եւ նրանց ուղարկվել է չեղարկման օրինակը։ Այսօր նրանք անամոթաբար ստում են ամենաբարձր ամբիոններից եւ փորձում ժողովրդին իրենց սխալները արդարացնում են իր մեղքի բաժինը բարթելով արցախցիների վրա։ Որևէ հայ, ես չեմ ասում արցախցի, որևէ հայ չի կարող ապրել մի ազգի հետ, ինտեգրվի մի ազգի հետ, որտեղ քնած հային կացնահարելը հերոսություն են համարում։ Եվ իրենց այս մեղադրանքները, որ մենք պետք է մնայինք ադրբեջանցիների հետ, իբր թե չենք գնացել բանակցությունների, բայց բոլորս էլ տեսել ենք, որ Եվլախում ընդունվել է բանակցությունների իրենց առաջարկը եւ գնացվել է։ Իսկ մնացած բոլոր պարագաներում, թե Արցախը չի մասնակցել, այս ամենը եղել է այն, որ Հայաստանը մեր անվտանգության երաշխավորն էր եւ կորցրել ենք Արցախը ոչ թե արցախցիները չեն գնացել Ադրբեջանի հետ բանակցելու, այլ մեր անվտանգության երաշխավորը հարվածել է մեզ թիկունքից։ Պարոն Գալստյան, եւ այս հակաարցախյան ալիքը, որը ակտիվացավ այն մեծ հանրահավաքից հետո, որ միգուցե անսպասելի էր իշխանության համար եւ Ազատության հրապարակում մինչև այսօր վրանն է տեղադրված, մարդիկ այնտեղ են, խնդիրներ են բարձրաձայնում սոցիալականից մինչև հավաքական վերադարձի իրավունք, անհանգստացած է, ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանը այս ակտիվությունից եւ այս համախմբվածությունից։ Իհարկե, տեսեք, երբ որ Նիկոլ Փաշինյանը այսօր չի կարող Ազատության հրապարակում հավաքել այնքան մարդ, ինչքան այդ կազմակերպիչները հավաքեցին այդ օրը եւ նրա համար դա իհարկե տագնապալի է, որովհետեւ իր ուղեղում երևի չի տեղավորում, որ մարդ կարող է դուրս գալ եւ իր իրավունքների համար պայքարի, քանի որ արցախցիները այն 12 կետը, որի շուրջ համախմբվել են, տեսնում ենք, որ նրանք փորձում են այդ վեկտորները շեղել,
դեպի միայն ու միայն սոցիալական ուղղությամբ, որպեսզի հերթական անգամ Ղարաբաղցի հայաստանցի տարանջատում դնեն, որ եթե Հայաստանում մեր քույր եղբայրները կամ մեր տատիկներն ու պապիկները քիչ են թոշակ ստանում կամ քիչ եկամուտ են, այո, փորձում են այս կոնտեքստում ներկայացնել, բայց ես համոզված եմ, որ բոլորը հասկանում են, ինչ իրավիճակում ենք հայտնվել, եւ արցախցիները Նիկոլ Փաշինյանից ոչ թե բնակարան են ուզում կամ սոցիալական աջակցություն, այլ արժանապատիվ Հայաստանի իշխանությունների արժանապատիվ կեցություն են ուզում եւ վերադարձի իրավունքը միջազգային հարթակներում բերել օրակարգ եւ զբաղվել արցախցիների վերադարձի իրավունքով։ Իսկ նրանք այս ամենը վեր են ածում գումարների, ինչ որ թվեր են հնչեցնում, որ Հայաստանի պետական բյուջեից 100 քանի միլիարդ դրամ ենք ծախսել այս սոցիալական ծրագրերի վրա կամ եւ նախատեսում ենք նաեւ այսքան բնակարանային ծրագրերի վրա, որը իրականում այդ թվերը հնչեցնելով իրականությանը հետ աղերս չունի, քանի որ այդ թվերի մեջ նրանք երբևէ չեն նշել միջազգային կազմակերպություններից, տարբեր պետություններից ստացված զուտ արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու համար չեն հնչեցրել ոչ մի բառ, իսկ մասնավոր խոսակցություններում նրանք ասում են դրանք չնչին գումարներ են։ Այն դեպքում, որ մենք ունենք հստակ տեղեկություններ, որը մեզ փոխանցել է Ֆրանսիայի խորհրդարանի падգամավոր, որ մենակ Ֆրանսիան 23 միլիոն եվրոից ավել գումար է հատկացրել հենց արցախցիների համար եւ նրանք զարմացել էին, երբ որ մենք ասում ենք մենք տեղյակ չենք այդ ամենի մասին ու այս ամենը խոսում է նրա մասին, որ այս իշխանությունները հատուկ այդպիսի քաղաքականություն են վարում, որ թշնամանք սերմանեն մեր ազգի մեջ, քանի որ իրենց միակ գործիքակազմը մնալ իշխանության ժողովրդի պառակտվածությունն է։ Իդեպ դա անում են ոչ միայն արցախահայերը, այլև Սյունիքում երևանցիներին տարանջատում են սյունեցիներից, ասում է, չէ, Երևանում ջուրը շատ են բաց թողում, դուք այդտեղ չեք կարողանում։ Ոչ միայն սևեր սպիտակներ, նախկիներ, ներկաներ, ինչքան կարողանում են նրանք փորձում են սեպեր խրել ազգի մեջ, իսկ պառակտված ազգը իհարկե դա ցանկալի է միայն մեր թշնամու համար։ Մանգալստյան, հիմա ուզում եմ անդրադառնանք Արցախի պետական ինստիտուտների պահպանության խնդրին, Արցախի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց այցի նախագիծը եւ այսուհետեւ նախագահի ինստիտուտը ժամկետը լրանալուց հետո խնդիր չի ունենա եւ ստացվում է, որ խորհրդարանը կարող է ընտրել նոր նախագահ, կխնդրեմ խոսել այդ կարգավորումից, դրա նշանակությունից եւ նաեւ էլի վերադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որով սկսեցինք հաղորդումը, դուք ինչ եք կարծում, այդ հայտարարությունը իր մեջ սպառնալիք չէր պարունակում հենց ուղղված Արցախի պետական ինստիտուտներին։ Նա ասում է Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է։ Ում է ուղղված այս մեսեջը, արդյոք ուղղված չէ հենց Արցախի պետականության այդ բեկորները մինչև վերջ ոչնչացնելու։ Մենք հասկանում ենք գիտակից մարդիկ հասկանում են, որ Ղարաբաղյան շարժումը դա արցախցիների շարժումը չի, դա համայնքայության շարժումն է եւ նա սպառնում է ամբողջ հայ ազգին, որ եթե նա, այսպես ասենք, հերթական անգամ Հայաստանի Հանրապետությունը կորուստներ ունենա տարածքային եւ մարդկային, ապա նա արդեն իսկ հայտարարելու են իրենց թիմի անդամները, մենք զգուշացնում էինք, բայց այդ վտանգը անկախ ամեն ինչից կա, մեր թշնամին տեսնում ենք խոսում է Երևանը անվանում է Իրևան, Արևմտյան Ադրբեջան եւ այլ եւ սա մեկը մյուսի հետ կապելը ուղղակի ձեռնտու է իրենց իշխանության, դրա համար վերում այս ամենը փորձում են ներկայացնել, որ Ղարաբաղի ինստիտուտների կամ շարժման հետ են փորձում կապել։ Եվ ասել են, չէ՞, որը իրականում տեստով ուղիղ ասում էին, որ սպառնալիք են։ Որը իրականում սպառնալիք չի, այլ շատ մեծ խաղաթուղթ է դա, որ երբ որ Ադրբեջանը տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ խոսում էր 1 միլիոն փախստականների ճամբարային վրաններում պահում էր եւ այսօր տեսնում ենք, որ այդ տարածքները հայկական տարածքները, որը բռնազավթված է Ադրբեջանի կողմից, չեն կարողանում վերաբնակեցնել, որտեղ են այդ միլիոնները, իսկ այս իշխանությունը փոխանակ այս ամենը
դիվանագիտորեն ճիշտ օգտագործի, այլ ընդհակառակը խոսում է հենց Ադրբեջանին հաճոյանալու, Թուրքիային հաճոյանալու տեսակետներից։ Իսկ ինչ վերաբերվում է մեր ընդունած սահմանադրական փոփոխությունը, երևի դրա կարիք չէր լինի, եթե այստեղ ունենայինք հայրենիքը գնահատող իշխանություններ, որոնք թույլ կտային ինչ որ ձև կօգնեին կազմակերպելի ընտրություն, որպեսզի արցախցիները այստեղ կարողանային ընտրել թե նախագահ, թե ազգային ժողովի պատգամավորներ, որոնք հետագայում հոգ կտանեին արցախցիների մասին, իրենց խնդիրները կբարձրաձայնեին, այս իշխանությունը կփորձեր համագործակցել այդ պետական կառույցների հետ, որպեսզի շատ ավելի հեշտ ու արագ եւ հասցեական խնդիրները բարձրանային եւ լուծվեին, եւ միջազգային հարթակներում այսօր տեսնում ենք տարբեր երկրներ ընդունում են տարբեր բանաձևեր հենց արցախցիների վերադարձի մասով ուղիղ բանակցություններ կազմակերպել, բայց զրո արձագանք Հայաստանի համապատասխան ինստիտուտների կողմից։ Եվ այո, ընդունվել է այդ սահմանադրական փոփոխությունը, որը թույլ է տալիս իրականում շարունակել եւ չկործանել որևէ ինստիտուտ, որը դա մեր պարտականությունն է, քանի որ մեր այս համահայկական համազգային շարժումը մեր սերունդները չեն սկսել եւ մեր սերունդներին որևէ մեկը իրավունք չի վերապահել այս մոռացության տալ հայկական Արցախը, մոռանալ մեր հայրենիքը եւ ընդհանրապես կասկածի տակ դնել Արցախի հայկականությունը։ Այսինքն պարոն Գալստյան, մայիսի 21-ից հետո ենթադրվում է, որ Արցախի խորհրդանը ընտրելու է նոր նախագահ։ Այո։ Եվ արդեն իսկ կան թեկնածուների հետ կապված քննարկումներ։ Դեռ ոչ, բայց ինչպես եւ 23 թվականին, այնպես էլ հիմա խմբակցությունները կարող են թեկնածու առաջադրել եւ 22 սահմանադրական 2/3-ով սահմանադրական մեծամասնությամբ կընտրվի ազգային ժողովի նախագահ։ Գործող նախագահը ինչ դիրքորոշում ունի եւ արդյոք նրա առաջադրվելու մասով կա քննարկում։ Այս իրավիճակում եւ գործող նախագահի եւ մեր падգամավորներից մտահոգությունը միայն ու միայն այն էր, որ կարողանանք այնպես անել, որ ինստիտուտները չտապալվեն, շարունակականությունը ապահովենք եւ որևէ մեկը այս պահին երևի թե անձնական նմանատիպ ամբիցիաներով չի տառապում այս ծանր իրավիճակում։ Գաղտնիք չէ, որ իշխանությունը փորձում է նաեւ այդ պարակտիչ գործողությունները նաեւ հենց Արցախի պետական ինստիտուտների ներսում փորձել կիրառել, հաջողության հասնել, ներդրված անձինք կան, անուններ գուցե չհնչեցնենք, մամուլը դրա մասին շարունակ է գրում։ Իհարկե կան նման փորձեր եւ նման փորձերը մենք տեսնում ենք, որ այսօր այդ 12 կետի շուրջ համախմբված որ ներկայացրել են պահանջներ, քանի որ իշխանությունը առ այսօր չի կարողանում իրեն ների կամ չգիտեմ ոնց ճիշտ ձևակերպենք, որ վրանը տեղադրված է Ազատության հրապարակում եւ այնտեղ իրենք արդեն իսկ հայտարարել են նրա մասին, որ պատրաստ են տարբեր մասնագիտական խմբերի հետ համագործակցել, դա այն է, ինչ մենք 23 թվականից բարձրաձայնում ենք, որ եթե ուզում եք այդ բոլոր ծրագրերը լինեն հասցեական, ճիշտ ձևակերպված, որը աշխատի իրականությանը հետ համահունչ լինի, բազմիցս թե ազգային ժողովը, թե Արցախի կառավարությունը առաջարկներ արել են, բայց նրանք որևէ կերպ չեն փորձել համագործակցել որևէ արցախցու հետ, տեսել ենք արհեստական ինչ որ ստեղծել են նախարարություններին կից ինչ որ խորհուրդներ են ստեղծել, որ այդպես էլ չիմացանք, այդ խորհուրդում ներգրաված որևէ արցախցու անուն, որ իրենք միշտ խոսում էին, որ արցախցիների դիտողությունները, առաջարկությունները մենք ընդունում ենք յուրաքանչյուր որոշում կայացնելիս եւ այսօր արդեն հետքայլ են արել, ընդունել են, որ այո ճիշտ է արցախցիների խմբերի հետ մասնագիտական համագործակցել, որպեսզի հետագայում շտկումներ մտցնել այդ ծրագրերի մեջ եւ այսօր նրանք փորձում են
շատերը ուղղորդում են, չգիտես, մի խումբ մարդիկ հավաքվել էին ներկայացության դիմաց, ինչ որ հրաժարականներից էին խոսում այս իրավիճակում, այն դեպքում, երբ որ մենք բոլորս հասկանում ենք, որ մեր հայրենակիցները այսօր այնպիսի իրավիճակում են, որ կարող է վաղը մնան դեռ փողոցներում, եւ շատերը գիտակցելով կամ չգիտակցելով անուղղակի ձևով Նիկոլ Փաշինյանի պառակտիչ այս հայտարարություններին զուգահեռ ջուր են լցնում հենց այդ պառակտիչ գործողությունների ջրաղացին։ Մայիսի 21-ից հետո վտանգ հնարավորություն չկա, որ իշխանությունը ինչ որ դրածոների միջոցով կփորձի օրինակ այդ պաշտոնը ստանալ։ Իհարկե, ամեն օր կա վտանգ Հայաստանի իշխանությունը, որը որ ցանկանում է։ Ամեն օր կա վտանգ, որ Հայաստանի իշխանությունները տեսել ենք, երբ որ իրենց ոտնձգությունները Արցախի ներկայացության դարպասներն են ջարդել եւ այլ նման վտանգներ միշտ էլ կա, ուղղակի պետք է պատրաստ լինենք դիմակայել այդ վտանգներին։ Ցավալի է, որ մենք մեր հայրենիքի ներսում պայքարում ենք մեր իրավունքների համար։ Եվ վերջում, պարոն Գալստյան, Մինսկի խումբը լուծարելու Ադրբեջանի պահանջը եւս այս իշխանությունը հայտարարեց, որ պատրաստ է կատարել նույն օրը, երբ որ կստորագրեն այսպես կոչված խաղաղության համաձայնագիրը, զուգահեռաբար պատրաստ են համատեղ դիմում ստորագրել։ Ուզում եմ անդրադառնանք նաև այս հերթական խայտառակ զիջմանը, որին գնում է իշխանությունը եւ որով փաստորեն Բաքվի հետ միասին նպատակ կա փորձանել վերջնականապես փակել Արցախյան խնդիրը։ Արցախի ազգային ժողովը դիմել է համանախագահ երկրներին, դեսպանատներին նամակներ ենք տվել, որտեղ հստակ ձևակերպում կա, որ այդ շահառուն Մինսկի խմբի արցախցիներն են եւ քանի արցախցիները այսօր չեն վերադարձել իրենց հայրենիք, ապա այդ Մինսկի խումբը, որը միակն է, որ ունի միջազգային մանդատ, նրանք չտրվեն Ադրբեջանի պահանջներին, որը կարող է նաեւ Հայաստանի իշխանությունները այդ պահանջներին միանա եւ չգնան այդ ուղղությամբ, նորից եմ կրկնում, քանի որ շահառուները արցախցիներն են եւ արցախցիները այսօր չպետք է թույլ տան, որ լուծարվի Մինսկի խումբը։ Եվ բացի դրանից, եթե խոսում ենք այս ամենի մասին, Նիկոլ Փաշինյանը ընդունել է Ադրբեջանի պահանջները, ես կուզեի հարց ուղղել հենց Նիկոլ Փաշինյանին, կա թեկուզ մեկ պահանջ, որ Ադրբեջանը դրել է եւ Հայաստանի կողմը ելնելով հայկական շահերից չի ընդունել։ Չկա նման պահանջ, խաղաղության պայմանագիրը, երբ որ դրա մասին խոսում էին, հենց առաջին նախապայմանը եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղ բառակապակցություն ընդհանրապես այդ պայմանագրում չլինի, քանի որ իրենք չէին ուզում կամ ինչ որտեղ ցույց էին տալի, թե իբր չեն ուզում լինի, որ չլինի Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը, այնպես արեցին, որ Լեռնային Ղարաբաղի այսօր չկա եւ բնականաբար չկա խաղաղության պայմանագրի այդ կետերում։ Տեսեք, երբ որ ընդունել են նաեւ մնացած պահանջները, Ադրբեջանը այսօր նորանոր պահանջներ է թելադրում։ Եվ սահմանադրության փոփոխություն, եւ վաղը մյուս օրը զինանշանի փոփոխություն, եւ շատ ու շատ պահանջներ։ Այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձ։ Իհարկե, այն ինչ բխում է իրենց շահերից, Ադրբեջանը այսօր, քանի որ մենք ունենք պարտության սիմվոլ հանդիսացող իշխանություններ, նրանք ոչ թե բանակցում են, այլ բանակցության ընթացքում նրանց հանձնարարում են, թե ինչ պետք է անեն, եւ նրանք գալիս են այստեղ մանիպուլատիվ կերպով ներկայացնելով, եթե մենք չլինենք, ապա պատերազմ կլինի, տերորի ենթարկում հասարակությանը եւ Ադրբեջանի պահանջները կատարում։ Շնորհակալ եմ, պարոն Գալստյան, զրույցի համար, հարցազրույցին սպասեք վաղը։